Այսօրվա Եվրոպան, այսինքն վերցնենք Ստարմեր, Մակրոն, Մերց, հա, եւ իհարկե ոչ մի երկիր չի ուզում վիրավորել, բայց երեք խոշորագույն տնտեսությունների եւ երկրների լիդերները, Մեծ Բրիտանիան եվրոպական միություն չէ, բայց լիովին միացել է այդ գործընթացին։ Վերադարձել է Եվրոպան մեզ։ Հա, վերադարձել է միասնական Եվրոպա, բայց ոչ եվրոպական միություն։ Չի հակադրվում Եվրոպային։ Հիմա նայեք, իրենց տեսակետը լիովին այն չէ, ինչ որ ասում են։ Իրենք ասում են, որ եթե Ռուսաստանը ոչնչացնի Ուկրաինան, խփելու է մեզ։ Եթե նույնիսկ չեզոք երկիր է Ուկրաինան։ Գնայ, բայց նաև ասում են մենք կուղարկենք Ուկրաինա զորքեր, բայց լավ կլինի, որ Ամերիկան էլ մասնակցի։ Իհարկե, իսկ ինչու օրինակ։ Բայց Ամերիկան ասել է, ես չեմ մասնակցելու, դուք եթե ուզում եք բայց նկատեք, որ չեն պայմանավորում իրենց մասնակցությունը, իրենք ասում են լավ կլիներ, շատ ճիշտ ձևակերպել։ Այո, լավ կլիներ, այո։ Այդ բաներ կան, որտեղ ամերիկյան արբանյակայինների կողմից հետևելը եւ այլն, դա առավելություններ կտա իրենց։ Բայց ինչեւ է, հիմա նայեք։ Պատկերացրեք, որ Ուկրաինան չեզոք երկիր է։ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, Ռուսաստանը հարձակվելու է Ուկրաինայի վրա։ Ըստ որում ոչ թե հեռավոր ապագայում, այլ տեսանելի ապագայում։ Որպեսզի վերջացնի ավարտի հարցը, հա։ Սառեցման պարագայում նկատի ունեք, հա, հիմիկ։ Այո։ Գրավեց Ուկրաինան, պարզ է, չէ, որ ուղղակի ռազմական կոնֆլիկտի մեջ է մտնելու ՆԱՏՕ-ի, այսօրվա ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության երկրների հետ։ Բալտիկայի վրա հարձակվեց։ Ինչ է, հիմա դուք տրամաբանությամբ իրենք Բալտիկ երկրներին պետք է ասեն, գիտեք ինչ, դուս եկեք Եվրոպական միությունից, դուք մեզ խնդրի մեջ եք գցում, բայց ընդհակառակը մենք տեսնենք, որ մեր ձենում են հանձնակատարը արտաքին հարաբերությունների, այսինքն արտգործնախարարը Եվրոպական միության Էստոնուի է, այսինքն ընդհակառակը եւ այդ գծի մեջ Մակրոն, Մերց, Ստալմեր գծի մեջ Հարավային Կովկասը եւ դա ֆոն դեր Լեյնի հենց խոսքն էր, դառնում է այդ անվտանգության ճարտարապետություն, քիչ է բանակ ունենալ, քիչ է տեխնոլոգիաներ ունենալ։ Պետք է գեոպոլիտիկ որոշակի ճարտարապետություն լինի անվտանգության Եվրոպայի։ Եվ այդ այսօրվա ճարտարապետության մեջ Հարավային Կովկասը, գիտեք, չասենք Հայաստան, որ մենք 5000 տարվա, չգիտեմ, կապեր բան։ Չէ, դա չեմ ասում։ Դա շատ կարևոր է այդ ամեն ինչը, բայց այդ ճարտարապետության մեջ Հարավային Կովկասը շատ կարևոր նշանակություն ունի։